Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Չայնիի ոլորաններում, 39-ամյա վարորդը տեղում մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 2:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշ ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին, ապա մոտ 250 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Փրկարարները վարորդի մարմինը հայտնաբերել են մեքենայից դուրս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ վթարի հանգամանքները պարզելու համար։ Վիոլա ջուր, ոչ եք մտածում ձեր մասին մոռացել եմ։ Վիոլա ջրի դեմ խմբային հայցեր են սպասվում, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշարումներ են արվել եւ փորձաքննություններ անցկացվել։ Վիոլա ջուրը ասում է, գիտեք ինչ կա, մենք կորուստները տիեզերական ջանքեր ենք գործադրել, կրճատել ենք, բայց աղբյուրներում ջրառի ժամանակ խնդիր ունենք, որտեղ աղբյուրներում ջուրը պակասել է։ Հիմա աղբյուրներում ջրառի ժամանակ կան չափիչներ տեղադրված, հարց են բարձրացնում, տեսչական մարմին եւ այլ վերաբերելի մարմիններ ստուգել եք, գուցե Վիոլա ջուրը այլ բան է ասում, գուցե ջուրը չի քչացել, գուցե չափիչները պատշաճ չեն աշխատում ու ֆիքս են իրականում ինչ ջուր է ստացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ մի բան էլ, ջրամատակարարման գրաֆիկը, որը իբր նախընտրական շրջանում խոստացան լավարկել, ձևական մի քանի կոսմետիկ փոփոխություններով իբր լավարկեցին, բայց շարունակակերպով Հայաստանի քաղաքացին ավելի քիչ ջուր է ստանում, հատկապես ամառային ժամանակահատվածում։ Հիմա մի հարց էլ բարձրացնեմ, օդում կախեմ, ստուգեք, հա։ Եթե Վիոլա ջրի վրա թանկ է նստում մեխանիկական ջրամատակարարում, այսինքն արտեզյան ջուր են տալիս, բայց ուղղակի թանկ է նստում, բայց ջուրը կա, բայց ինչի՞ եք ջրամատակարարման գրաֆիկը կրճատում։ Ի՞նչն է պատճառը։ Թույլտվությունը ունեք, լիցենզիան կա, ամեն ինչը կա։ Ինչի՞ եք մարդկանց ջրի քանակը կրճատել։ Պատճառն ինչ է, կարող եք բացատրել։ Նախորդին Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի ախտանիշներով 30 անձ էր հոսպիտալացվել։ Համայնքի բնակիչները պնդում են, որ պատճառը Վիոլա ջրի մատակարարած անորակ ջուրն է։ Արարատի գագաթին 5137 մետր հեռավորության բարձրության վրա։ Պատմության մեջ առաջին անգամ Արարատի գագաթին հնչել է հայկական դհոլը։ Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է հենց դհոլ նվագող երիտասարդը Սուրեն Կարիբյանը։ Ուկրաինան հարվածել է Վայլբերիզ ընկերության լոգիստիկ խոշոր կենտրոններին։ Զելենսկու խոսքով այդ օբյեկտները ագրեսորը օգտագործում էր պատժամիջոցների ներքո գտնվող ԱԹՍ-ների բաղադրիչների եւ նավիգացիոն սարքավորումների մատակարարումն ապահովելու համար։ Հեռահար ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով Տամբովի մարզում 7 մարդ է զոհվել, առնվազն 24-ից 25-ը վիրավորվել։ Մոսկվայի մարզում հրդեհվել է ընկերության եւս մեկ պահեստ, տուժել է 24 մարդ, իսկ Նոգինսկում թիրախավորվել է նավթաբազա, որտեղ վիրավորվել է 2 քաղաքացի։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական ստորաբաժանումները հարվածել են նաև նավթավերամշակման այլ օբյեկտի, Ազովի ու Սև ծովերի ակվատորիաներում եւ Ղրիմում գտնվող թիրախներին։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով մոտ ապագայում հանրությանը չի ներկայանա, քանի դեռ շարունակվում է ռազմական հակամարտությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ ՏԱՍՍ գործակալության իրանական աղբյուրի փոխանցմամբ երկրի կառավարությունը սպասում է իրավիճակի նորմալացմանը, որից հետո միայն նոր առաջնորդը հրապարակային կհայտնվի։ Նշվել է նաեւ, որ նրա առաջին միջազգային շփումը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ-ն կրկին հարձակվել է Իրանի վրա։ Թեհրանը պատասխանել է հարվածներին թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները, ռազմական պահեստները, կամուրջները, թունելները, էլեկտրացանցերը եւ աղազերծման կայանները ԱՄՆ-ի թիրախում են։ Կան քաղաքացիական զոհեր եւ վիրավորներ։ TASNIM-ի տվյալներով Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 8 մարդ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ 2 լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։ Նեղուցն ամբողջովին փակ է նավթի եւ գազի փոխադրումների համար մինչեւ ԱՄՆ ռազմական գործողությունների ավարտը։ Եթե Վաշինգտոնն առաջիկա 2-3 օրերին նույնպես շարունակի հարձակումը, Իրանը գործի կանցնի մինչեւ լիակատար ջախջախում, հայտարարել է Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։ Իրանական բանակը կայծակ գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին։
Արձակման են ենթարկվել նաև Քուվեյթի մի քանի ռազմավարական կամուրջներ։ Հորդանանում իրանական հրթիռները շրջանցել են Պատրիոտ համակարգերը եւ հարվածել ԱՄՆ ռազմական վառելիքի պահեստին։ Արձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յամբու արդյունաբերական քաղաքը։ Թեհրանը նաև հայտարարել է, որ այս ամենին զուգահեռ ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ արհեստական բանականության կենտրոնը։ Մեքսիկայի Չիապաս նահանգի ափամերձ գոտում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Գվատեմալայում եւ Էլ Սալվադորում, որոնց հաջորդել են մինչև 6 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ։ Տեխնիկական համակարգերն ահազանգել են հնարավոր ցունամիի մասին, սակայն մասնագետներն առայժմ կանխատեսում են ափամերձ ջրերի ընդամենը կես մետր բարձրացում։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարը հայտարարել է, որ լուրջ ծովային վտանգ չկա, բայց հորդորել է մարդկանց ժամանակավորապես չմոտենալ լողափերին։ Հարավային Նորվեգիայի Դրամեն քաղաքի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 100 տուն։ Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամիները։ Փրկարաններն արագորեն տարհանել են բնակչությանը, զոհեր կամ անհետ կորածներ դեռևս չկան։ Վիետնամի հյուսիսում չեն դադարում հորդարատ անձրևները, աղետն արդեն 4 մարդու կյանք է խլել։ Երկրում փրկարանները աշխատում են արտակարգ ռեժիմով, փորձելով տարհանել բնակչությանը։ Շատ տեղերում անձրևաջրերը ջարդել են տների դռները եւ ներխուժել ներս։